Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր մարտի 17։ Կանաչ մնալու զորությունը։ Երբ ես ուսումնասիրում էի հայտնության թղթի 9-րդ գլխում նշված մորեխների մասին խոսքերը, ինձ ապշեցրեց 4-րդ խոսքը, որտեղ Աստված պատվիրում է մորեխներին չվնասել կանաչ որևէ բան։ Ինձ համար պարզ դարձավ, որ ահաբեկչության ժամանակ ապահով մնալու բանալին կանաչ մնալն է։ Դավիթը գրել է. «Բայց ես կանաչացած ձիթենիի նման եմ Աստծո տանը, ես Աստծո ողորմությանն եմ հուսացած, հավիտյանս հավիտենից»։ Սաղմոս 52-րդ 8-րդ։ Կանաչը, որի մասին այստեղ խոսում է Դավիթը, նշանակում է հոգևոր առողջություն, նշանակում է ծաղկել, աճել, պտղաբեր լինել։ Դավիթն ասում է մեզ. «Իմ առողջությունը գալիս է Աստծուն վստահելուց, ես ծաղկում եմ, քանի որ դիմում եմ Նրան, և Նրա հանդեպ իմ վստահությունը իմ մեջ հոգևոր կյանք է առաջացնում»։ Ահա գեղեցիկ ճշմարտությունը կանաչ մնալու զորության մասին։ Անիծյալ լինի այն մարդը, որ մարդի է ապավինում, և մարմինը իրան բազուկ շինում, և իր սրտովը խոտորում տերիցը։ Նա Մոշենիի պես պիտի լինի անապատում, և պիտի բարիքը եկած ժամանակը չտեսնե, և պիտի բնակվի անապատի այրված տեղերումը, աղի և անբնակ երկրումը։ Երեմիա 17-5-6 Տերը նախազգուշացնում է. «Եթե դուք ավելի շուտ ապավինեք մարդկային ուժերին, քան ինձ, անիծված կլինեք»։ Եվ հաջորդ խոսքում ասվում է, թե ինչ է բերելու Տիրոջ հանդեպ վստահությունը։ Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում և Տերն է նրա հույսը։ Նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ։ Նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքությունը եկած ժամանակը, այլ նրա տերևները կանաչ կլինեն, և երաշտ տարին նա չի վախենա և չի դադարի պտուղ տալուց։ Խոսք 7-8 Երբ մենք լիովին վստահում ենք Հորը, արմատներ գցելով նրա առողջության գետում, նրա աստվածային զորությունը փարթամ, կանաչ, հոգևոր անուշահոտությամբ հոսում է մեր միջով։ Մենք ծաղկում ենք կանաչ ծառերի պես առողջ ու ամուր, և երբ գալիս է փորձության ժամը, մենք չենք թառամում և չենք տկարանում, ընդհակառակը, մեր հավատքը ավելի է աճում։